Նախ անդրադառնանք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, ինչ է ենթադրում այս կազմակերպության կանոնադրությունը, արդյոք անդամ որևէ երկրի հարցը կարող է քննարկվել և որոշում ընդունվել առանց վերջինիս համաձայնության, որոշում օրինակ կազմակերպությունից հեռացնելու մասին։ Չկա գործիքակազմ։ Մենք պետք է հիշենք, որ ըստ ԵԱՏՄ կանոնադրության միակ հնարավորությունը երկրին դուրս թողել այդ ինտեգրացիոն կառույցից դա երկրի դիմումն է։ Երկիրը այդպիսի դիմումով, որքանով ես հասկանում եմ, հանդես գալ չի պատրաստվում, տվյալ դեպքում Հայաստանը, հետևաբար մեխանիզմ չկա։ Այդ դեպքում ինչի մասին է Օվերչուկի ակնարկը։ Ռուսաստանի փոխվարչապետը նշում է, թե իրենք չեն ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց տեսնում են այն խնդիրները, որոնք ծագում են Եվրամիությանը միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում։ Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ինչու մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչու մենք պետք է պաշտպանենք դա։ Հայաստանը կարող է այդպիսի ցանկություն արտահայտել, բայց խոսքը գործողությունների մասին է, չէ՞։ Մենք փողոցում չենք գտնվում կամ ինչ-որ տղայական զրույցի մեջ չենք, չէ՞։ Սա տնտեսական լուրջ կառույց է, մենք էլ անդամակցում ենք եւ այդտեղ ամեն ինչ գրված է։ Կա կանոնադրություն, կա Հայաստանի ծրագիր, Հայաստանի զարգացման տնտեսական ծրագիր, որտեղ այս պահին ոչ մի տես բան չկա։ Շատ կարևոր մի հանգամանք կա այստեղ, եթե մեր երկրում լիներ ոչ թե նախընտրական, այլ այսպես ասենք հանգիստ շրջան, արդյոք Ռուսաստանը նույն պահվածքը կունենար եւ նույն չափ կստիպեր շտապել Հայաստանին։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր Հայաստանի հանդեպ։ Դա փորձ է ճնշում գործադրել ոչ այնքան Հայաստանի իշխանությունների, որքան Հայաստանի ընտրողների վրա։ Այնպես է Հայաստանի ընտրողները մտածում, որ մեր վաղը կարող են ԵԱՏՄ-ից դուրս թողնել, մենք կարող ենք մեր ծաղիկը, չգիտեմ, լոլիկը, ջերմուկը չվաճառել, լարսը կփակեն, օդը կփակեն։ Խոսքը սրա մասին է։ Էլի ընտրողն էլ պարտավոր չի այդ բոլոր տնտեսական նրբությունները եւ երանգները գիտակցել եւ հասկանալ, որ այս պահին մեր կախվածությունը տնտեսական Ռուսաստանից եւ Ռուսաստանի կախվածությունը Հայաստանից փոխադարձ է։ Իհարկե մասշտաբները տարբեր են, հաշվի առնելով երկրների մասշտաբների տարբերությունը, բայց փոխադարձ է այդ կախվածությունը եւ ես վստահեցնում եմ մեր ընտրողներին, որ Ռուսաստանը այդպիսի որոշում չի կայացնի, որպեսզի Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնի, որտեղ դա Ռուսաստանի շահերից չի բխում։ Այնուամենայնիվ Հայաստանի ընտրողները ապահովագրված չեն հոգեբանական տարատեսակ ճնշումներից, սպառնալիքներից ու շանտաժներից եւ ուզենք թե չուզենք կգտնվի մարդկանց որոշակի խումբ, որի ընտրության հարցում դեր կխաղա խուճապը։ Խուճապը եւ վախը ամենավատ խորհրդատուն է այսպիսի որոշումներ կայացնելու ընթացքում։ Առաջին հերթին ընտրությունների ժամանակ, որովհետև այս ընտրությունները մեզ համար վճռորոշ են։ Մենք վերջը պետք է հասկանանք, մենք փորձում ենք եւ ցանկանում ենք կառուցել իրական անկախ Հայաստան, որտեղ մենք կունենանք բոլոր այն իրավունքները, որը ունի քաղաքակիրթ աշխարհի ցանկացած քաղաքացի, թե մենք ցանկանում ենք դառնալ Բելարուս, օրինակ։ Վերադառնալով մայիսի 29-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովին, Դավիթ Ստեփանյանը հիշեցնում է, որ ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ, որոնք պարտադիր չէ, որ կիսեն ռուսական դիրքորոշումը։ Եթե օրինակ Բելարուսի դեպքում, Լուկաշենկոյի դեպքում ես կասկածներ չունեմ, ինչպիսի դիրքորոշում է արտահայտվելու, Տոկաևի դեպքում եւ Ղազախստանի դեպքում եւ կասկածներ ունեմ։ Ընդհանրապես չէ, որքանով է Ղազախստանը այս պահին շահագրգռված Հայաստանի արչեւ այսպիսի կեղծ ընտրության պահանջ դնել։ Ղազախստանը մի երկիր է, որը այսօր քաղաքականություն է թելադրում։ Առաջին հերթին Կենտրոնական Ասիայում, երկրորդ հերթին հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի կարևորությունը ամբողջ տարածաշրջանում եւ ոչ ԵԱՏՄ-ում։ Եվ այստեղ մեզ կարող են շատ հետաքրքիր մեզ եւ ռուսներին անակնկալներ սպասել։ Արտակ Հովհաննիսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։